ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի։ Իսկ եթե ընկել ենք, չհուսահատվենք, այլ ասենք ինքներս մեզ. նա, ով գլորվում է, միթե չի ելնում։ Իսկապես էլ շատերը, որ հասել էին մինչև երկնքի բարձունքները, համբերելով ամեն բանի, ապրելով անապատում և կին չտեսնելով անգամ երազում, սակավ ժամանակ անց չարի խորխորատի մեջ ընկնելով կործանվեցին։ Ուրիշները հակառակը այդ անդունդից երկինք բարձրացան, իսկ շատերը խեղկատակությունից ու պարելուց դարձան հրեշտակային կյանքի դևերին հալածեցին և բազում հրաշքներ գործեցին։ Այդպիսի օրինակներով լեցուն են սուրբ գրքերն ու մեր կյանքը։ Պոռնիկներն ու իգացողները խցում են մանիքեականների բերանները, որոնք չարիք են տարածում, ծառայում են սատանային, թուլացնում են բարիք գործել կամեցողների ձեռքերը և կործանում մարդկանց կյանքը։ Նրանք, ովքեր այդպես են անում, ոչ միայն այն աշխարհի համար են վնասում, այլ նաև այստեղ են փչացնում ամեն բան ըստ հնարավորության։ Ինչպես կձգտի առաքինանալ չարիքի մեջ գտնվող մեկը, երբ նա անհնարին է համարում դեպի լավը փոփոխությունը։ Եթե նաև հիմա, երբ կան և օրենքները, և պատժի սպառնալիքը, շատերին է գրավում փառքը, երբ սպասվում է գեհեն և խոստացվում է արքայություն, երբ չարերը դատապարտվում են, իսկ բարիները գովվում, հազիվ է որևէ մեկը հնձն առնում ճգնել և քրտինք թափել առաքինության համար, ապա այս ամենը ոչնչացնելուց հետո ոչինչ չի լինի, որ արգելի բոլորի կորուստն ու կործանումը։ Այսուհետ ճանաչենք բանսարկուի խարդախությունը և այն, թե ինչպես նշված մարդիկ, այնպես էլ նրանք, ովքեր ճգնում են արմատավորել ճակատագրի մասին ուսմունքները, ովքեր հակառակ են խորհում և հեթանոսական օրենքներին, և Աստծո հրամաններին, և բանականությանը, և բոլոր մարդկանց ընդհանուր կարծիքին, և բարբարոսներին, և սկյութներին, և թրակացիներին, բոլորին են հակառակ սրանք։ Արթուն լինենք, սիրելիներ, և հեռանալով ճշմարտության այս բոլոր թշնամիներից, նեղ ճանապարհով գնանք համարձակ և երկյուղով, երկու կողմից քարեր թափվելու պատճառով և համարձակ առջևից գնացող առաջնորդի Հիսուսի պատճառով։ Գնանք արթուն, զվարթ և մի մտքով։ Եթե մեկը փոքր-ինչ նիրհի, նույն պահին կվրիպի, քանի որ ոչ ոք ավելի զգույշ չէ, քան Դավիթը, որը փոքր-ինչ ծուլացավ և մեղքերի հատակն ընկավ, սակայն շտապ կանգնեց։ Միայն նրա մեղանչելուն չնայենք, այլ նաև նրա մեղքերից մաքրվելուն։ Նրա անկման պատմությունը գրվեց այն բանի համար, որ դու ոչ թե նրա անկումին նայես, այլ նաև զարմանաս նրա ոտքի կանգնելու վրա, որպեսզի սովորես, թե գլորվելուց հետո ինչպես պետք է ոտքի կանգնես, ինչպես որ բժիշկներն ընտրում են ամենածանր հիվանդությունները, դրանց մասին գրում գրքերում և ուրիշներին սովորեցնում դրանք բժշկել, որպեսզի իմանալով ամենածանր հիվանդությունները, նրանք դյուրությամբ կարողանան բուժել թեթև հիվանդությունները։ Նույնպես և Աստված պարզ ցույց տվեց ամենամեծ մեղքերը, որպեսզի նրանք, ովքեր ընկնում են փոքր մեղքերի մեջ, կարողանան դրա միջոցով ուղղել իրենց։ Քանի որ եթե մաքրվեցին մեծ մեղքերը, որքան առավել կմաքրվեն փոքր մեղքերը։ Եվ այսպես տեսնենք, թե ինչպես բժշկվեց, ինչպես շուտափույթ ոտքի կանգնեց երանելին և ապաքինության ինչ օրինակ եղավ։ Նա շնացավ և սպանեց։ Ես չեմ ամաչում այդ մասին բարձրաձայն ասելուց։ Եթե Սուրբ Հոգին ամոթ չհամարեց այդպիսի պատմություն կարգել, առավել ևս մենք չպետք է թաքցնենք այն։ Այդ պատճառով էլ ես ոչ միայն հայտարարում եմ այդ մասին, այլ նաև դրան այլ բան եմ ավելացնում, քանի որ նրանք, ովքեր թաքցնում են Դավթի անկումը, միանգամայն խամրեցնում են նրա առաքինությունը։ Ինչպես երբ լռում են Գողիաթի հետ նրա պատերազմի մասին, նրան զրկում են ոչ քիչ պսակներից,
Ճիշտ այդպես են անում նաև նրանք, ովքեր անուշադրության են մատնում այսպիսի պատմությունը։ Իմ խոսքերը տարօրինակ են թվում։ Փոքր-ինչ սպասեք եւ կիմանաք, որ մեր ասածներն արդարացի են։ Ես մեղքը թանձրացնում եւ այն ավելի անսովոր կերպով եմ ներկայացնում այն պատճառով, որպեսզի ավելի մեծ պատրաստեմ բժշկությունը։ Այսպիսով ինչ է այն, որ պիտի ավելացնեմ։ Այդ մարդու առաքինությունը, որը մեծացնում է նրա մեղքը, չէ որ բոլորը նույն կերպ չեն դատվում։ Հզորները, ասում է գիրքը, ավելի խիստ են դատվելու, իսկ այն ծառան, որ գիտե իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի։ Ուրեմն շատ գիտելիքը պատճառ է դառնում նաև մեծ պատիժների։ Նույն պատճառով էլ քահանան, որ նույն մեղքն է գործում, ինչ որ ժողովուրդը, ավելի դաժան պատիժ է կրում, քան նրանք։ Թերևս տեսնելով, որ հանցանքը մեծանում է, վախից դողում եք եւ զարմանում ինձ վրա, կարծես ես քայլում եմ վիհի վրայով։ Բայց ես այնքան վստահ եմ ձեր արդարամտությանը, որ ավելի հեռուն եմ տարածվում, որքան ավելի մեծացնեմ հանցանքը, այնքան ավելի կկարողանամ գովաբանել Դավթին։ Սակայն կհարցնես, հնարավոր է դրանից ավելի որևէ բան ասել։ Հնարավոր է, հատկապես, թե ինչպես սպանեց Կայենը։ Այն ամենադժնդակն էր բոլոր սպանություններից, քանի որ ոչ թե օտարի, այլ իր եղբորը, ոչ թե մեղավորի, այլ անմեղի սպանեց, եւ ոչ թե բազում սպանություններից հետո, այլ առաջինն էր ինքը, որ այդպիսի չարիք գործեց։ Այդպես նաև այստեղ հանցանքը միայն սպանությունը չէր, քանի որ հասարակ մարդ չէր այն գործողը, այլ մարգարե, սպանեց ոչ թե իրեն վիրավորածին, այլ իրենից վիրավորվածին, վերջինս վիրավորվեց այն ժամանակ, երբ հափշտակվեց նրա կինը, եւ այսպիսով այդ հանցանքին Դավիթն ավելացրեց նորը։ Տեսնում եք, թե ինչպես ես չեմ խնայում արդարին եւ առանց նվազեցնելու պատմում նրա արարքների մասին։ Չնայած դրան, ես այնպես եմ ուզում պաշտպանել նրան, որ չնայելով այդքան մեծ մեղքի ծանրությանը, կկամենայի, որ այստեղ լինեին մանիքեականներ, որոնք հեգնում են նրան, ինչպես նաև Մարկիոնիոս մունքով վարակվածներ, որպեսզի վերջնականապես խցեին նրանց բերանները։ Նրանք ասում են, որ Դավիթը սպանեց եւ շնացավ, իսկ ես ոչ միայն այդ եմ ասում, այլ նաև ապացուցում եմ, որ նրա սպանությունը կրկնակի է, քանի որ սպանվեց վիրավորվածը եւ քանի որ հանցագործը բարձր մեկն էր։ Նույն բանը չէ, երբ այդպիսի հանցանք գործել հանդգնում է մի մարդ, որն արժանացել էր հոգուն, որն այնքան բարերարություններ էր արել, այդքան համարձակություն ունեցել, եւ այն էլ այդ տարիքում, եւ երբ նույն բանն անում է նա, ով զուրկ է այդ ամենից։ Սակայն մեծ զարմանքի է արժանի այս այրը, քանի որ նա ընկնելով չարիքի հատակը չընկավ հոգով, հույսը չկորցրեց ու չկործանվեց սատանայից այնպիսի վտանգավոր վերքեր ստանալով։ Այլ շատ շուտով այդ իսկ պահին մեծ արագությամբ իր ստացածից ավելի վտանգավոր վերք հասցրեց։ Եղավ այնպես, ինչպես երբ ճակատամարտում կամ պատերազմի ժամանակ թշնամին խոցում է քաջարի մարտիկի սիրտը կամ նետը նրա սրտի մեջ մխած թողնելով, դրան ավելացնում է մեկ այլ մահացու վերք, իսկ ծանր վերքեր ստացած մարտիկը ամբողջովին արյան մեջ թաթախված վեր է կենում եւ նույն պահին սպանում իրեն խոցողին գետնին տապալելով նրան։ Ճիշտ այդպես եղավ այստեղ, որքան սաստիկ ներկայացնես վերքը, այնքան զարմանալի ցույց տված կլինես վիրավորվածի հոգին, քանի որ նա, չնայելով վերքի սաստկությանը, ուժ ունեցավ շարքում կանգնելու եւ սպանելու նրան, ով իրեն խոցել էր։ Որ այդ կարևոր է, գիտեն նրանք, ովքեր ընկնում են ծանր մեղքերի մեջ, քաջ եւ աննկուն հոգին բացվում է ոչ այն ժամանակ, երբ մեկն առանց ընկնելու է գնում ճանապարհով, քանի որ այդպիսին իրեն ուղեկից ունի իր բարության հույսը, որ քաջալերում, ամրապնդում եւ ջլապինդ է դարձնում նրան,
որքան երբ մեկը անհամար պսակներից ու հաղթանակներից հետո անասելի վնասներ կրելով կարողանում է կրկին ելնել նույն ճանապարհը։ Որպեսզի խոսքս պարզ լինի, կփորձեմ ձեզ առաջարկել նախորդից ոչ պակաս կարևոր մեկ այլ օրինակ։ Պատկերացրեք մի նավապետի, որը կտրել անցել է բազում ծովեր, շատ փոթորիկների, ստորջրյա խութերի ու ալիքների միջով անցել, կորցրել բեռները, եկել հասել է նավահանգիստ և հազիվ կարողացել է մերկ մարմնով ճողոպրել վտանգավոր նավաբեկությունից։ Այդպիսի նավաբեկության ենթարկվածը ինչպես կմտածի կրկին ծովում նավարկելու և այդպիսի չարչարանքներ հանձն առնելու մասին։ Չլինելով ուժեղ, նա կկամենա երբևէ նայել ափին, նավին, չեմ կարծում։ Նա կխուսափի դրանից, մտաբերելով այն օրը, վհոտության մեջ կընկնի, ավելի լավ կհամարի մուրալ, քան կրկին այդպիսի չարչարանքներ կրել։ Այդպիսին չէր երանելի Դավիթը, անչափ չարչարանքից ու քրտինքից, ծանր նավաբեկություն կրելուց հետո չհապաղեց, չխուսափեց, այլ նավը դեպի իրեն քաշեց և պարզելով առագաստները ձեռքն առավ նավի ղեկը, կրկին նույն գործին անցավ և կրկին հավաքեց հարստություն ավելի քան նախկինում։ Ընկնելուց հետո ոտքի կանգնելը և հավետ հատակում չպառկելը զարմանքի է արժանի։ Սակայն ինչպիսի պսակների է արժանի այն մարդը, ով նույն պահին կանգնում և մեծագույն գործեր է անում։ Թեպետ և Դավթին վհատության մեջ գցող բազում բաներ կային, նախ մեղքերի մեծությունը, երկրորդ, որ նա սասանվեց ոչ թե իր կյանքի արշալույսին, երբ հույսերը ավելի մեծ են, այլ մայրամուտին, չէ որ նավահանգստից ծով մտած և անմիջապես նավաբեկության ենթարկված վաճառականը նույն չափով չի վշտանում, ինչպես ասենք նա, ում նավը անթիվ անհամար բեռներով հանդիպում է ստորջրյա խութերի։ Երրորդ այն, որ նա սասանվեց այն բանից հետո, երբ մեծ հարստություն էր ամբարել, և իրոք, քիչ չէին նրա գանձեր, որոնք նա ձեռք էր բերել երիտասարդ հասակում, երբ հովիվ էր Գողիաթի դեմ մարտնչելուց հետո, երբ ձեռք բերեց փառահեղ ավար, և երբ Սավուղի հետ իմաստությամբ վարվեց։ Ճշմարտապես Դավիթը ավետարանական մեծահոգություն դրսևորեց, բազմաթիվ անգամներ, երբ թշնամին նրա ձեռքում էր հայտնվում, նա խնայում էր նրան, և հայրենիքից, ազատությունից, նույնիսկ իր կյանքից հրաժարվելը գերադասում էր իր դեմ հանիրավի որոգայթներ լարած մարդուն սպանելուց։ Գահին նստելուց հետո էլ չեն պակասում նրա առաքինությունները։ Այս ամենից զատ հիշենք ժողովրդի վատ կարծիքը, ինչպես նաև այնքան մեծ փառքը, որոնք քիչ չէին խռովեցնում նրան։ Նրան այնքան փառավոր չէր դարձնում ծիրանին, որքան ամաչեցնում էր մեղքի աղտը։ Անշուշտ գիտենք, թե որքան է նեղսրտում նա, ում մեղքերը հայտնի են դառնում, և թե որքան մեծ արիություն է պետք այդպիսի մեկին, որպեսզի համընդհանուր ամբաստանության և իր հանցանքների վկաների շատանալուց հետո չվհատվի։ Սակայն այն քաջարի մարդը, ով իր հոգուց հանում է այն նետերը, լուսավորվեց, սրբեց աղտը, այնպես մաքրագործվեց, որ անգամ մահից հետո էլ քավում էր իր ժառանգների մեղքերը։ Եվ ինչ որ Աստված ասել էր Աբրահամի մասին, ասում է Դավթի մասին, վերջինիս մասին նույնիսկ ավելի շատ։ Տերը Աբրահամի մասին ասում է. Աստված հիշեց Աբրահամի հետ կնքած ուխտը։ Իսկ Դավթի մասին խոսելիս ուխտի մասին չէ, որ ասում է, իսկ ինչի մասին է խոսում։ Այս քաղաքը պիտի հովանավորեմ իմ ծառա Դավթի համար։ Դավթի նկատմամբ բարեհաճության պատճառով թույլ չտվեց, որ վերանա թագավորությունը Սողոմոնի, որ չափազանց մեծ մեղք էր գործել, և այնքան մեծ էր Դավթի փառքը, որ Պետրոսը շատ ու շատ տարիներ անց հրեաներին ուղղած իր խոսքում այսպես ասաց. «Պետք է վստահությամբ ասել Դավիթ նահապետի մասին, որ և մեռավ, և թաղվեց»։
Քրիստոս նույնպես հրեաների հետ խոսելիս ցույց տվեց, որ Դավիթը մեղք գործելուց հետո արժանացավ Սուրբ Հոգու այնպիսի շնորհի, որ արժանի եղավ մարգարեանալու Քրիստոսի աստվածության մասին։ Նրա մարգարեությամբ փակելով նրանց բերանները, Հիսուս ասաց. իսկ Դավիթն ինչպես նրան Սուրբ Հոգով կոչում է Տեր եւ ասում նրան. Տերն իմ Տիրոջն ասաց. նստիր իմ աջ կողմում։ Եվ այն, ինչ կատարվեց Մովսեսի հետ, կատարվեց նաև Դավթի հետ։ Ինչպես որ Աստված հակառակ Մովսեսի կամքի արդարի սիրուն պատժեց Մարիամին եղբորը վիրավորելու պատճառով, այդպես էլ վրեժխնդիր եղավ Դավթի համար, ում վիրավորել էր որդին, թեև Դավիթն այդ բանը չէր էլ կամենում։ Այսքանն էլ է բավական ցույց տալու համար այդ մարդու առաքինությունը, եւ սա ավելին է այլ բաներից ավելի ապացույց ծառայելու համար։ Երբ Աստված հաստատում է, այլևս քննության կարիք չկա։ Իսկ եթե ավելի մանրամասն եք կամենում իմանալ Դավթի իմաստության մասին, ապա կարդալով մեղանչելուց հետո նրա պատմությունը կարող եք տեսնել նրա Աստծուն ապավինել սերը, առաքինությունը, մինչև վերջին շունչը աստվածպաշտությունը։ Աչքի առաջ ունենալով նման օրինակ, արթուն մնանք և զգուշանանք սայթաքելուց, իսկ եթե ընկնենք էլ, ապա պառկած չմնանք։ Ես Դավթի մեղքերը հիշատակեցի ոչ թե այն բանի համար, որ ձեզ անհոգության մեջ գցեմ, այլ որպեսզի ավելիով փրկության առիթ տամ։ Քանի որ եթե այդպիսի արդար մարդը փոքր-ինչ հեղգանալով ենթարկվեց այդ օրինակ տառապանքների և այդպիսի վերքեր ստացավ, ապա ինչ չի պատահի մեզ անհոգներիս։ Այսպիսով, ճանաչելով նրա սայթաքումը, անձնատուր մի լինիր հեղգության, այլ պատկերացրու, թե ինչեր արեց նա դրանից հետո, որքան արցունք թափեց, որքան խորապես զղջաց, զոր ու գիշեր աչքերից արտասուքների հեղեղներ թափելով և դրանցով իր անկողինը լվանալով, քուրձ հագնելով։ Իսկ եթե նրան էր վայել այդպիսի վարք, ապա ինչպես կարող ենք մենք փրկվել, մենք, որ այնքան շատ հանցանքներ ենք գործում և չենք զղջում։ Ով մեծ առաքինություններ ունի, նա զորու է դրանցով դյուրությամբ ծածկել իր մեղքերը, իսկ առաքինություն չունեցողը, որ կողմից էլ որ նետահարվի, այն մահացու կլինի իր համար։ Այսպիսով, այս ամենից խուսափելու համար զինվենք բարի գործերով, իսկ եթե ինչ-որ հանցանք էլ գործենք, ինքներս մեզ մաքրենք, որպեսզի ապրելով մեր երկրավոր կյանքը իբարս Աստծո, արժանանանք գալիք կյանքի երանությանը, որին թող բոլորս արժանանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, որին փառք և իշխանություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։